է ժողովրդի հոսքը շարժվեց դեպի Մայրաթոր Էջմիածին եւ ինչի ականատես եղանք, որ ոստիկանները ուղղակի շրջապատել էին մեր սրբավայրը։ Ինչ է կատարվում։ Տրամաբանական գործընթացը, որ գնում է Նիկոլի կողմից եւ սա սպասելի էր։ Շատ անկեղծ ասեմ, ես սա սպասում էի դեռ մոտ մի տարի առաջ, բայց ինչ պատճառներով հետաձգվեց եւ հիմա տեղի ունեցավ։ Սա օրինաչափություն է։ Խնդիրը նրանում չի, թե Նիկոլը ինչ է որոշում եւ ինչ է անում։ Ուղղակիորեն պիտի ասեմ իրավապահ մարմիններին եւ ԱԱԾ եւ բանակ եւ ոստիկանության սպայկազմին տղերք, այս փողը, որ դուք ստանում եք, այս փողը ձեր երեխեքին մի կերակրի, ձեր կանանց, ձեր մորը, ձեր քրոջը մի կերակրի։ Սրանից արյան հոտ է գալիս, 5000 երեխու արյան հոտ է գալիս։ Մեղք է։ Նիկոլը գնալու է, Նիկոլը փախչելու է, իսկ դուք մնալու եք, դուք տեղ չունեք եթալու, թուրքը ձեզ տեղ չի տա։ Իսկ եթե Նիկոլին հաջողվի, որ հանձնի Հայաստանը Թուրքին, Թուրքը առաջինը ձեզ հետ է հաշվառդար տեսնելու, մեղք եք դուք։ Մենք մեր գլխի ճարը կտեսնենք, մենք մեր հարցը կլուծենք, բայց դուք ոչ մի կերպ չեք կարողանա լուծեք, այնպես որ մտածեք, ուրիշ ոչ մի բան չկա ասել։ Իսկ դուք դիմեցիք ոստիկաններին, այո, եւ կխնդրեմ նաեւ դիմեք հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը, հայ ժողովուրդը պիտի դադարի Facebook-յան հերոսամարտեր կերտելուց։ Ինքը պիտի հասկանա, որ իրավիճակը դաշտի մեջ է տեղի ունենում։ Facebook-ում եւ մնացած տեղերում, TikTok-ներում բոլորը հերոսներ են։ Դուրս արեք եւ դեմ հանդիման դուրս եկեք իրականության։ Իրականությունը այլ է, ժողովուրդ, Facebook-ում չի։ Facebook-ի հերոսությունները բերելու են նրան, ինչը որ մենք արդեն ականատես եղանք։ Բերելու են նրան այն ինչը որ հիմա տեղի է ունենում։ Մի քիչ էլ Facebook-ի հերոսություն անեք, արդեն մենք էլ կդառնանք անցյալ, բոլորով։